Դրանից հետո մենք հնարավորություն կունենանք ճիշտ հարաբերություն ստեղծենք բոլոր կարևոր երկրների հետ, բոլոր գերտերությունների հետ, կզարգացնենք մեր տնտեսությունը եւ կապահովենք մեր ժողովրդին բարեկեցիկ կյանք։ Սա է ամբողջ ժողովրդով մենք պետք է սա ցանկանանք, ուզենք եւ հասնենք դրան։ Մենք խոսեցինք Ռուսաստան հետ քաղաքականության տնտեսական, մենք դրան զուգահեռ տեսնում ենք նաև, որ Ռուսաստանից ընտրություններից հետո հնչում են ուղիղ տեսակետներ, որ նրանք կասկածի տակ են դնում Հայաստանի ընտրությունները։ Եթե օրինակ Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինը չճանաչի Հայաստանի ընտրությունները, ձեր կարծիքով ինչպիսի իրավիճակ ստեղծվի հայ-ռուսական հարաբերություններում եւ դա ինչ հետևանքներով է հղի։ Ես անհանգիստ եմ, որ նույնիսկ եթե ճանաչի էլ դա լավ բանի չի բերելու, ինչ է փոխվում, եթե չկա վստահություն։ Մարդը կամ ունի վստահություն, կամ չունի վստահություն։ Երկիրը կամ ունի վստահություն, կամ չունի վստահություն։ Նույն Պուտինը չտեսա, որ շատ հեշտությամբ Հայաստանը կարող են օգտագործել Ռուսաստանի դեմ պայքարի համար։ Ռուսաստանը ունի իր շահերը տանում է առաջ, հայ ժողովուրդը պարտավոր է ունենալ իր շահերը եւ իր շահերը տանի առաջ։ Եթե մենք կանգնենք նայենք ինչ է անելու Ռուսաստանը, ինչ է անելու Ամերիկան, ինչ են անելու Եվրասոյուզի երկրները մեր հետ, հավատացեք, մենք պետություն չենք ունենալու։ Մենք պետք է ստեղծենք առաջի հերթին ուժեղ տնտեսության պետություն։ Մենք միջև չստեղծենք ուժեղ տնտեսության պետություն, մենք կախված ենք լինելու ոչ միայն Ռուսաստանից, նույնիսկ Մոզամբիկի պրեզիդենտը եթե չճանաչի, մենք վտանգ ենք ունենալու։ Մենք պետք է լինենք զարգացած տնտեսությամբ երկիր, վստահելի երկիր բոլորի համար։ Մենք չպետք է բաժանենք Ռուսաստան, Ամերիկա, մենք իրավունք չունենք այդ խաղերին մասնակցենք։ Ինչ գործ ունենք։ Ո՞վ է մեզ ստիպում, որ գնանք մասնակցենք։ Այսինքն միայն Փաշինյանը իշխանություն պահելու համար մենք ինչ որ խաղերի ենք մասնակցում։ Այդ խաղերը բերում են մեկ բան։ Վտանգ Հայաստանի պետությանը, վտանգ հայ ժողովրդին, քարշ գալով Փաշինյանը մի 5 տարի էլ կցակի, հետո։ Բա գոյություն ունի ժողովրդի ցասում։ Բա որ մի օր սկսվի դա։ Դրա համար մենք իրենց համար շատ լավ պայման էինք, խելք ունենային, չէին անի այդքան ապօրինություններ, հանգիստ փոխանցեին իշխանությունը այն ուժին, ով արժանի էր եւ ով կտաներ այս երկիրը զարգացման, չունենալով փորձ։ Պարոն Կարապետյան, մանդատները վերցնում են, չեն գնում, ես փորձում եմ հասկանալ։ Հուսամ չեն սպասարկելու ԿՊ-ի օրակարգը հարցեր տալով եւ այլն ընդամենը, եւ ամենակարևորը մարդկանց ինչն է հետաքրում։ Փողոցային պայքարը հուսանք չի ամփոփվելու նրանով, որ հանրահավաք անեն, էքսկուրսիա անեն, հետո ասեն գնանք տներով, հետո ասեն սպասում ենք, չէ՞, չայ խմելու, հետո ասեն պատրաստվենք նոր եկող ընտրություններին։ Մարդկանց սա է հետաքրում շատ հստակ կոնկրետություն եւ ժամկետներ։ Թե չէ այդ 734,000-ը, որ ասում եմ, այսինքն ես չեմ ասում դա, որ Փաշինյանին ձայն չի տվել։ Վստահ եմ դուք էլ գիտեք, որ դրանից ավելին է, որ մերժում է Փաշինյանին։ Հիմա ժողովուրդը ուզում է հստակեցումներ, ժամկետներ, պայքարի ձևեր ու էքսկուրսիաների եւ ԿՊ-ի օրակարգը սպասարկելու բացառում։ Կոնկրետ ասում եմ, թե ԿՊ-ի օրակարգը, թե իրեն աջակցողների օրակարգը մենք չենք սպասարկել։ Մենք ունենք մեր ճանապարհը, գնալու ենք մեր ճանապարհով։ Մենք դրա համար ես այսօր արեցի հայտարարություն, սկսում ենք քայլեր։ Դա կոնկրետ քայլեր են, որի արդյունքը ես հույսով եմ կլինի բարեհաջող։ Ինչ վերաբերվում է հանրահավաքներին, նորից եմ ասում, մենք չպետք է ունենանք ինչ-որ իլյուզիաներ, մենք պետք է անենք ճիշտ քայլեր, բայց
հանրահավաքները պետք է վերջանան արդյունքով։ Եթե մենք տեսնենք, որ այդ հանրահավաքը ցանկացած օր, վաղը, եթե մենք զգանք, որ հանրահավաք ենք անում եւ վերջացնում ենք այս ադրբեջանա-թուրքական կինոն, ուրեմն կանենք։ Եթե զգանք, որ դա 1 ամիս է պահանջվելու դրա համար, ուրեմն կանենք դա 1 ամիս։ Ես կոնկրետ վստահեցնում եմ, մենք ամեն օր պայքարելու ենք դրա համար։ Ոչ մի ազդեցություն մեր վրա չի կարող լինել, թե ներսից, թե դրսից, որ մենք կանգնեցնենք այս պայքարը։ Դա վստահեցնում եմ։ Բայց նորից եմ ասում, մենք պայքարելու ենք այս ստեղծված մեխանիզմի դեմ։ Դուք կարող եք մոռանալ Նիկոլ Փաշինյան մարդուն։ Սա Նիկոլ Փաշինյանի մասին չի խոսքը։ Սա մեր երկիրը պլանավորված կործանման տանելու մասին է խոսքը։ Դրա համար մենք պետք է համախմբենք, նորից եմ կրկնում, բոլոր այն ուժերին, ովքեր կիսում են մեր կարծիքը, մենք պետք է իրենց հետ մտնենք այս պայքարի մեջ։ Ինչպես հայտնի է, պաշտպանվելու լավագույն ձևը հարձակումն է։ Օրինակ, որ մենք ասում ենք 1915 թվականի ցեղասպանություն, ադրբեջանցիները ասում են՝ «Բա Խոջալուն, բա 1915 թվականի դեպքերը»։ Տվյալ դեպքում նույնպես իրենց ապօրինությունները, հարյուրավոր ապօրինությունները արդեն հայտնի են եւ դեռ հայտնի կդառնան։ Որպիսի այդ ապօրինությունները չհնչեն, այսպես ասած, նրանք ասում են, Փաշինյանը ասում է, անդիմությունը, այսինքն երկու քաղաքական ուժեր, որոնք մտել են խորհրդարան, նրանք ապօրինի են, նրանք անօրինական են, լեգիտիմ չեն։ Հաշվի առնելով, որ դատարանները, ԱԱԾ-ն, կոմիտեները, քննչական, չգիտեմ, նաև սահմանադրական դատարանը բոլորը Փաշինյանի գրպանում են եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովը նույնպես Փաշինյանի գրպանում են, արդյոք դուք բացառում եք, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը կհայտարարի, որ չեղարկում է ընտրությունների արդյունքները այն մասով, որ մտել է ուրեմն անդիմությունը եւ հաստատում է այն արդյունքը, որը ԿՊ-ն է գրանցել եւ ԿՊ-ն այդպիսով 100%-անոց ձայն կունենա։ Հիմա դա աբսուրդ է թվում, բայց այս ամիսներին մենք տեսանք բազմաթիվ այլ աբսուրդ դեպքեր։ Նայեք, հիմա մենք պարտավոր են գնանք օրինական ճանապարհով։ Հիմա մենք չդիմեինք կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Նույն Փաշինյանը կարող էր ասել, ես կան մարդ հավաքել, հանգիստ դիմում էի կենտրոնական ընտրական հանձնաժողով, կենտրոնական ընտրական հանձնաժողովը չեղյալ կհամարել ընտրության արդյունքները, կնշանակեր երկրորդ փուլ, ինչը ես առաջարկել եմ, դուք երևի լսել եք, որպեսզի Հայաստանը ունենա լեգիտիմ իշխանություն, ամենալավ տարբերակը գնանք երկրորդ փուլ։ Եթե դու հաղթող ես, ուրեմն ապացուցի, որ հաղթել ես։ Նկարած թվեր չլինեն։ Այսինքն, մենք իրավունք չունենք չդիմեինք կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Դուք հիշում եք, երբ Արամ Սարգսյանը դիմեց կենտրոնական ընտրական հանձնաժողով մեզ ընտրապայքարից դուրս հանելու համար, երևի Հայաստանում ոչ մի մարդ չկար, որ հավատար, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը այդպիսի որոշում կայացնի եւ մենք կմնանք ընտրական պայքարի մեջ, բայց կայացրեցին։ Այսինքն պետք է գնալ օրինական ճանապարհով, փորձել բոլոր օրինական մեթոդները։ Ձեզ թող չթվա թե մեզ համար դժվար է մարդ հավաքելը։ Մենք ունենք մեր համախոհները, որ կելնեն, կգորգռան ինչպես պետք է եւ ավելի շատ կգորգռան, բայց արդյունքը հիասթափեցնող կարող է լինել։ Հասկանում եք, մենք ել եմ ասում, գործ ունենք ոչ միայն Նիկոլ Փաշինյանի հետ, մենք գործ ունենք շատ լուրջ կազմակերպված մեխանիզմի հետ, որը աշխատում է մեր ժողովրդի դեմ։ Դրա համար մենք քայլերով պետք է գնանք առաջ, պետք է անենք այնպես, որ բոլոր միջազգային կառույցները, բոլոր երկրները հասկանան, որ այս մեխանիզմը վտանգ է հայ ժողովրդի համար։ Իրենք
սկսեն մասնակցել իրենց ստեղծած մեխանիզմի քանդելու process-ին։ Եթե մենք դա չանենք, ինչ կան ասեք հանրահավաք անենք, եփ ուսեք։ Վրաստանում 1 տարի տևեց։ 200,000-ից սկսեցին, իջան մինչև 40, վերջի հանրահավաքներին մինչև 50,000 մարդ էր դուրս գալիս։ Ու Փաշինյանն ու իր համախոհները ուզում են, որ մենք նույն սխալը թույլ տանք։ Ես նորից եմ ասում, մենք վերջնական որոշում չունենք, բայց մենք բոլոր տարբերակները քննարկում ենք։ Հիմա եթե ձևավորենք ճիշտ համախմբված ընդդիմություն, լսենք բոլորի կարծիքները, ճիշտ կարծիք ձևավորենք, դրա համար ես ասում եմ, ես ցանկանում եմ դա անենք ուղիղ եթերում, որպեսզի մարդիկ լսեն, որ իրենք մասնակցելու են որոշմանը։ Դա չի լինելու կոնկրետին որոշումը։ Թե չէ մարդկանց թվում է ինձ համար բացարձակ դժվար չի հայտարարություն անեն, որ չենք մտնում ազգային ժողով, հաջորդ օրը հայտարարություն անեն, որ ուժեղ Հայաստանը արդեն կողպեկը դրել ենք վրան, փակել ենք եւ ինչ կլինի։ Դրա համար քայլ-քայլ ճիշտ քայլերով գնանք առաջ։ Ձեր հյուրերին էլ հասկացրեք, որ շատ խորհուրդներ մեզ չտան, թող գան միանան մեր պայքարին, բոլորը այդ պայքարի մեջ տեղ ունեն, իրենց լավ մտքերը արտահայտեն, լսեն հակառակ կարծիքները եւ բոլորը չքննադատեն 21 թվի Քոչարյանին կամ 26 թվականի Կարապետյանին, մենք բաց ենք պայքարի համար, ցանկություն ունենք մեծ համախմբում ունենանք, չենք լսելու ոչ մի կարծիք առանց պայքարի, եթե մարդիկ միայն կարծիք ունեն, դրանից բացի էլ ոչ մի բան չունեն, այդպիսի մարդիկ մեզ պետք չեն, մեզ պետք են մարդիկ, ովքեր կարծիք ունեն եւ պատրաստ են իրենք մասնակցեն այդ կարծիքը ձևավորելուն։ Շատ շնորհակալություն։